Եթե դու ուզում ես քաշ կորցնես, ամենալավ բանը, որ դու կարաս անես, այդ կալորիաներ հաշվելը չի։ Այդ ամեն օր նույն բանը ուտելն է։ Ամեն օր նույն բաները ուտելը անում է քո համար մի քանի բան։ Առաջին հերթին քեզ հնարավորություն է տալիս շատ ճշգրիտ կալիբրովկա անել քո սննդակարգը ըստ քո տեսած արդյունքի։ Այսինքն օրինակի համար, եթե դու մի ամիս սնվում ես նույն ձև ու ընդհանրապես ոչ մի արդյունք չես տեսնում, դու կարաս ինչ-որ մի բանը հանես քո սննդակարգից կամ ինչ-որ մի բանը քչացնես ու սրա շնորհիվ, քանի որ այս միակ բանն է, որ փոխվում է քո սննդակարգում, դու կսկսես քաշ կորցնել։ Ու հիմա կարող եմ մտածեք, դες նույն բանը կարաս կալորիաներ հաշվելով էլ անես, բայց էսի այդքան էլ տես չի, որովհետև շատ հաճախ պրոդուկտների վրայի գրած ինֆորմացիան իրենց կալորիաների մասին այդքան էլ ճշգրիտ չի, այլ ինչ-որ միջինացված թիվ է։ Ու սրա պատճառով, եթե դուք օրից օր ուտում եք շատ տարբեր բաներ, նույնիսկ եթե ձեր հաշվարկած կալորիաներով դուք նույն չափ եք կերել, ամենայն հավանականությամբ ինչ-որ տատանումներ լինելու են, ու էսի կարա շատ խանգարի նիհարելու պրոգրեսին։ Երկրորդ օգուտը ամեն օր նույն բաները ուտելու այնա, որ էլ երբեք կարաս չանհանգստանաս դրա մասին, թե դու այդ օրվա համար բավականաչափ քանակի սպիտակուց, միներալներ ու վիտամիններ ստացել ես, թե չէ։ Էլ երբեք չի ծագում այն հարցը, բա կարող է այսօրվա սպիտակուցս քիչ կերա։ Երրորդ օգուտը այնա, որ էլ գրեթե երբեք ոչ մի մարսողական խնդիրներ չես ունենում, որովհետև եթե դու միշտ ուտում ես այնց ուտելիքներ, որոնք որ դու գիտես, որ քո օրգանիզմը նորմալ մարսում է, էլ երբեք չես հայտնվում այնց սիտուացիայում, երբ զուգարանի վրա նստած աղոթում ես ու մտածում ես «Արա ախպեր տենաս, էս ինչ կերա, որ սենց եղա»։ Ու չորրորդ օգուտը այնա, որ էլ երբեք չես մտածում վաղը ինչ եմ սարքելու։ Չգիտեմ դուք ոնց, ես անձամբ զզվում եմ այս հարցից։ Ու հա, հասկանում եմ, որ լիքը մարդ հիմա կասի, որ ես կյանքում չէի կարող ամեն օր նույն բաները ուտեի, որովհետև ես հաստատ կհոգնեմ դրանից։ Բայց իմ կարծիքով ստեղ մենտալիտետի հարց է։ Եթե դու սնունդին նայում ես որպես ինչ-որ դոպամինի աղբյուր ու անհամբեր սպասում ես քո մյուս հաց ուտելուն, որպեսզի հաճույք ստանաս դրանից, դու միանշանակ չես կարող ամեն օր նույն բաները ուտես։ Բայց եթե դու ուտելիքին նայում ես որպես ռեսուրս, որպես քո մարմնի համար վառելիք, ապա պետքա որ քո համար էսի խնդիր չլինի։ Ու հիշեք, որ ստեղ խոսքը գնում է ուղղակի ընդհանուր սնման մասին, այսինքն այս չի նշանակում, որ դու միշտ 100% դեպքերում պետքա լրիվ նույն բաները ուտես։ Բնականաբար լինելու են ինչ-որ դեպքեր կյանքում, երբ դու գնում ես ինչ-որ հարսանիք, գնում ես ծնունդ կամ ինչ-որ ընկերներիդ հետ տեղ ես գնում ու մի քիչ շեղվելու ես սննդակարգից։ Բայց քանի դեռ դու հիմնականում քո օրերի մեծ մասը, քո սննդի մեծ մասը ուտում ես նույն բաները, քեզ շատ ավելի հեշտ է լինելու ամեն ինչին ճշգրիտ հետևել։